ընտրություններից առաջ 900 միլիոն դրամ է հատկացվում կառավարության կողմից պարտանյութերի սուբսիդավորմանը, ինչու է փուլում որոշվեց նման Եթե կհիշեք 23 կամ 22 թվականին, երբ որ պարտանյութերի գները Հայաստանում կարծեմ 17-18 հազար դրամ էին հասել, հիմա իհարկե ավելի քիչ են քան այն ժամանակ նաև դրան համարժեք կարծեմ 9000 դրամ էր փոխհատուցումը եղավ, ու ես ինչքան հիշում եմ 22 կամ 23 թվականներին չկար ձեր ասած համատեքստը, հետևաբար դա կարևոր չի, կարևորը ին ուշած համատեքստն է, որը նախագծի հիմնավորման մեջ կա, այն է, որ համաշխարհային գները մեզանից անկախ ավելացել են, ինչպես 22-ին կամ 23-ին, այդա չեմ հստակ չեմ հիշում։ Նույն տրամաբանությամբ աջակցել։ Պարոն Պապյան, հեղուկ գազը նորից թանկացել է, ասում են, կարծես թե Լարսում ստեղծած իրավիճակով է պայմանավորված, դուք ի՞նչ տեղեկություն ունեք այս մասով։ Եթե անկեղծ որոշակի գնաճ նկատել եմ, բայց պատճառների մասին դեռ չենք հասցրել վերլուծությունը դեռ չի տրամադրել։ Չեք հետաքրքրվել հնարավորություն կա հասկանալ, բայց հիմնականում տեսեք, ձեր ասած հարցի հասցեատերը, եթե ինստիտուցիոնալ նայենք, էկոնոմիկայի նախարարությունը չի, բայց մեզ միշտ հետաքրքրում է, կա արդյոք օրինակ իրավիճակ, որ կգա մեր դաշտ, օրինակ շատ հաճախ են տրանսպորտային ներդրում, որը տկեն դաշտում է, մրցակցության հետ է կապված, տնտեսական մրցակցության պաշտպանության, բնականաբար սպառողների իրավունքների շահերի պաշտպանության տրամաբանության մենք նայում ենք։ Իսկ վրացի գործընկերների հետ շփումները կան, էլի խնդիրներ առաջացնում են մեր արտահանողների ու ներդրողների համար, թե ոչ։ Մեր արտահանողները օրինակ նույն կոնյակի շատ լավ գիտեն, որ խնդիր չկա, ընդ որում ինչա տեղի ունենում, այն ժամանակ սպասում էին, պատասխանը գար, նոր գնային։ Հիմա կանգնում են, հանձնում են նմուշը ու գնում են։